Դինամո մարզահամալիրում ամենակրտսեր տարիքի պատանի իմբիշներն են, մեր ապագա օլիմպիական չեմպիոնները։ Նրանցից շատերի համար սա առաջին միջազգային ստուգատեսն է։ Այս մրցաշարը սպորտը եւ քրիստոնեությունը միաձուլող յուրահատուկ խորհուրդ ունի։ Հիշել մեր թագավորներից Սուրբ Տրդատին, որն օլիմպիական չեմպիոն է եղել, նաեւ աշխարհին հասանելի դարձնել քրիստոնեության ակունքները։ Մրցաշարը նաեւ հոգեվոր բնույթ է կրում, քանի որ մեր մարզիկները պետք է ամուր կապված լինեն հայ առաքելական եկեղեցու հետ եւ հավատքով լինեն, որը որ նաեւ նպաստում է սպորտային կյանքում հետագա հաջողությունների հասնելու համար։ Տարեստարի փոխվում են, բավականին նոր երեխաներ են իհայտեկե իրենց լավագույն որակներով, հույս ունենանք այդ երեխաների մեջ կլինեն ապագայում շատ բարձրակարգ մարզիկներ։ Մարզիկների որակներն արդեն զգացվում են։ Տպավորիչ հաղթանակ տարավ Վաղինակ Սարգսյանը, որը եզրափակիչում հաղթեց իրանցի իմբիշին։ Իր քաշային կարգում բոլոր մրցակիցներին հաղթեց նաև մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցանակակիր Էրիկ Պապիկյանը։ Լավ տպավորություն թողեց նաև 33 կիլոգրամ քաշային Դավիթ Բալոյանը։ Գյումրեցի պատանին իր բոլոր միջազգային մրցաշարերում չեմպիոն է դարձել եւ ինչպես ինքն է ասում, երազանքներն օլիմպիական են։ Հավատում եմ, որ կհաղթեմ ու հաղթեցի։ Վրաստանելի եմ կբե առաջի տեղ։ Անցած տարի ես մրցումների Սուրբ Տրդատը դեղել եմ կբել, էլի առաջի տեղ։ Ես ուզում եմ դառնամ օլիմպիական չեմպիոն, նամ Մարտու Ալեքսանյանին եւ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի չեմպիոն Վազգեն Թևանյանին ու Արսեն Հարությունյանին։ Ըմբիշներից ուժեղագույնները առաջիկայում համալրելու են ազատ ոճի ըմբիշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը։ Նրանցից ոմանք կմասնակցեն նաև եվրոպական ստուգատեսի։ Արամ Մանուկյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն,